Ողջույն բարեկամներ, ձեզ հետ կրկին My Culinary Versions խոհարարական ալիքն է։ Այսօր մեր կերակրացանկում շարլոտկա խնձորով։ Շարլոտկան խնձորոթխվածքների աշխարհում ամենասիրված ու պարզ դասականն է։ Այն ստացվում է շատ թեթև, համեղ և բուրավետ։ Ինչպիսի տեսք ունի կատարյալ շարլոտկան։ Այն ունի ոսկեգույն, նուրբ կեղև, որի տակ թաքնված է բամբակի պես փափուկ բիսկվիթը։ Խնձորի շերտերը հալվում են խմորի մեջ, տալիս են խոնավություն և հաճելի թթվաշություն։ Մատուցելիս վրան ցանված շաքարի փոշին նմանվում է բարակ շերտի։ Բաղադրիչները շարլոտկայի 4 ձու, շաքարավազ 1 բաժակ, այսինքն 200 գրամ, բայց ասեմ, որ ես 100 գրամից ավել չեմ ավելացնում, քանի որ խնձորը թխելուց հետո ավելի է քաղցրանում, անկախ նրանից, որ վերցնում ենք նույնիսկ թթվաշ տեսակը։ Ալյուր 1 բաժակ 160 գրամ, վանիլին 1 տուփ, փխրեցուցիչ 1 թեյի գդալ, դարչին ըստ ճաշակի, դարչինը շատ լավ համադրվում է խնձորի հետ, կարագ տապակը յուղելու համար։ Հիմա պատրաստումը։ Միացնում ենք ջեռոցը 180 աստիճան Ցելսիուս, տապակը պատեք կարագով, կարող եք նաև մի փոքր ալյուր կամ պաքսիմատ ցանել վրան, ես չեմ ցանում, միայն կարագ եմ օգտագործում։ Խնձորը։ Մաքրում ենք խնձորները, հեռացնում ենք միջոկը, կտրատում ենք միջին չափի կտորների կամ բարակ շերտերի, դասավորում ենք դրանք տապակի մեջ, այս փուլում կարող եք խնձորների վրա մի փոքր դարչին ցանել։ Այստեղ ասեմ ես, որ ոչ թե դասավորել եմ նախօրոք, այլ խառնել եմ խնձորները խմորին և միասին լցրել տապակի մեջ։ Հիմա խմորը։ Հարիճով լավ հարում ենք ձվերը և շաքարավազը մոտ 5-7 րոպե, մինչև զանգված դառնա սպիտակ, պինդ ու ծավալով մեծանա 2-ից 3 անգամ։ Սա ամենակարևոր քայլն է։ Հաջորդ քայլում ավելացնում ենք վանիլինը, ապա քիչ-քիչ մաղում ենք ալյուրը և փխրեցուցիչը ձվային զանգվածի մեջ, զգուշորեն խառնում ենք գդալով, բայց ոչ հարիճով։ Ստացված խմորը լցնում ենք խնձորների վրա և հավասարեցնում, դնում ենք ջեռոց 30-ից 40 րոպե, նայած ջեռոցների տեսակների կարող է թխվի 40-ից 50 րոպե։ Կարևորը առաջին 20 րոպեն ջեռոցը չբացել, որպեսզի բիսկվիթը չնստի։ Հիմա փոքրիկ խորհուրդ. շարլոտկան էլ ավելի համեղ է դառնում, եթե մատուցելիս կողքին դնում եք մի կնդիկ վանիլային պաղպաղակ։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք ցտեսություն։